չսպասվող իրադարձություններ շատ է լինելու աշխարհում։ Այս սպանությունները օրը ցերեկով փողոցում, որտեղ որ նաև երեխաներ կան ու մարդիկ կան, հարևանություն, մարդկություն ու օրը ցերեկով կրակում են։ Այս ինչ է նշանակում։ Բաց թողում, թե անպատժելություն, երկուսն էլ կա։ Ես վարչապետին ամենաշատը մեղադրում եմ, որ չկա անպատժելություն։ Հենց այն ընտանիքները, ովքեր արել են ստորություն, խարդախություն, թալան, ամբողջ ընտանիքով կարող է այրվեն։ Չի կարելի անառակություն, այլասերվածություն, հղբանալ։ Տեսեք, հոկտեմբերի 27-ը ինչքան այնտեղ մարդիկ անմեղ սոհեր տարան ու չպատժվեցին ոչ մեկ, ով քաղաքական գործիչ չի, թող զբաղվի իր տնական գործերով։ Բարի ողջույն։ Այսօր մեր հեռախոսային զանգերի օրն է, բայց ես ուզում եմ ձեզ կարևոր ինֆորմացիաներ տամ, քանի ոչ միտեղ չեմ ասում դա։ Ճիշտ է, իմ սեփական ունեմ այնտեղ TikTok-ով ասում եմ բաներ, այնտեղ 3 րոպեվա ինֆորմացիա TikTok-ի սենց կարճ լուսնային օրերի մասին եմ ասում, չեմ ուզում շատ երկար խոսեմ անկեղծ ասած ընդեղից։ Ես ունեմ արդեն YouTube-ից թույլտվություն, որ կարող եմ վիդեո անել ու միանգամից ոնց որ ժողովուրդն ասում է պրյամույ խոսեմ անմիջական, բայց չեմ ուզում։ Հիմա այստեղից ես կարևոր ձեզ ինֆորմացիաներ կտամ, որը որ չեմ ասել ոչ միտեղ, ու ասեմ ինչպիսի բաներ է սպասվում, քանի որ տարին նոր սկսվեց, դա կառուցվածքային գարասկոպով աստրալգավ 17 փետրվար, վերջապես հրեղեն ձին եկավ, ձին ես թողնում եմ մի կողմ, իմ ամենասիրած կենդանին է ձին ու պինգվինը, շունը եւ կատուն, բայց ես ավելի շատ խոսում եմ հոլորակներից, որ դա ինձ համար ավելի լուրջ է։ Փետրվարի 16-ին Սատուրնը վերջապես խոյ մտավ ձկանից ձկից դուրս եկավ, որ սահմանափակումներ էր շատ տալիս, հոգևոր աշխարհի հետ էր շատ հարցեր տալիս, դեռ կշարունակվի այս հոգևոր պայքարները ամբողջ աշխարհում, կարող եմ ասել պատերազմները հոգևոր դաշտում, մինչև հուլիսի վերջը, որ միանշանակ կշարունակվի, հետո կտեսնենք ինչեր կլինի այնտեղ։ Ես էլ ասել եմ 3 ամսվա ինֆորմացիա ավել խորհուրդ չի տրվում, որտեղ սխալ ինֆորմացիաներ կլինի, անակնկալներ տարին շատ կա, արդեն երկար ժամանակ այդպես կգնա, չսպասվող իրադարձություններ շատ է լինելու աշխարհում։ Մեզ մոտ խաղաղ է, հանգիստ եղեք, միայն իրար մի կերեք։ Տեսեք, Սատուրնը 16-ին մտավ խոյ համաստեղություն։ Եվ ջրհոսում են գտնում, որ անոթների սրտի հետ կապված խնդիրներ է տալիս, այն մարդիկ, ովքեր նևրոզների մեջ են եղել, լարված, ագրեսիվ վիճակ են եղել, իրանց մոտ ճնշման տատանողություններ է եղել, հատկապես բարձրի վիճակում։ Տեղորակն էլ չի ազդում, որտեղ դա կուտակված մտքերն է եղել, երկար ժամանակվա։ Մինչև մարտի վերջերը, մինչև 20-ը ասենք մարտի, որտեղ 21-ին արդեն ուրիշ շատ մեծ շրջան է սկսվելու ու գարնանային հավասարազորն է, այսպես ասած, է լինելու, եւ Մերկուրի մոլորակը հետընթաց ամսի 24-ին փետրվարի ամսի 20-ից հետո, մարտի 20-ից հետո նոր ուղիղ ընթաց կգնա, սա իրանից ինչա ներկայացնում։ Ինչքան հին անավարտ գործեր ունեք, վերանայեք, բայց նոր գործեր չսկսեք, որտեղ խավարումն էլ թույլ չի տալիս նոր գործեր սկսել։ Արևի խավարումը, արև ինքը կյանք մահ է նշանակում։ Եվ այս խավարումն էլ է դա։ Մաքրում, հնի ջնջում, նորի սկիզբ, հինը մեռնում գնում, սկսում ենք նորը։ Ամսի 19 փետրվարի ցուկ մտան կարևոր եւ դա շատ մեղ մոլորակներ ցկան մեջ են, մեղ մոլորակները հիմա թվարկեմ, եթե կարիկա լուսինը, Մերկուրին, Վեներան, հետո ամսի 3-ից հետո մարտի արդեն Մարսն էլ կմտնի ցուկ։ Հա որ ամսի 3-ին էլ լուսնի խավարում է լինելու, այդ մի քիչ լավ չի։ Հիմնական ջրային նշանների վրա կազդի դա եւ կանանց վրա։ Այս խավարումը այդքան սարսափելի չի, ուղղակի շատ նևրոզների առողջականի վիճակն է դա անցյալից երկացնա։ Եթե դուք հիմա ձեզ ճիշտ չպահեցիք, այսինքն չմաքրվեցիք
Ես գրել եմ հիմա հերթով կթվարկեմ ինչպիսի բնավորության գծերից մարդիկ զատվեն, որտեղ օգոստոսին էլ ունենք խավարում, այդ այդքան լավ խավարումներ չի, 12-ին ու 28-ին խավարումներ ունենք այդ ընթացքում։ Հետո Յուպիտերն էլ այնտեղ կփոխվի, կմտնի ամսի 1-ից հուլիսի առյուծ, հիմա ջրհոս ենք, առյուծ ջրհոս, եւ Պլուտոնն էլ է ջրհոս։ Լավ, այս շատ մարդիկ այս մոլորակները չեն իմանում։ Ինչի համար ավելի ես ձեզ հիմա հիմնավոր կասեմ։ Վեներան ցեկանի մեջ է հիմա ամսի 11-ին, 11-12 մտավ ծուտ։ Միջև ամսի 7-8-ը, այնտեղ էլ մեր մարտի 8-ն է, 7-8-ը Վեներան ցեկանի մեջ է, սա շատ գեղեցիկ մեր սիրո շրջան է, զույգերին վերաբերվող, կրկոտ շրջան է համարվում, արվեստի, մելանխոլիայի, ստեղծագործական, սիրո խոսքերի, մեղմա, ձուկը մեղմա, բայց նաև երկակի է, չմոռանանք, որովհետև չի բացառվում դավաճանություններ, զուգահեռ դավաճանություններ, այնտեղ Մարսն էլ կմտնի արդեն ձուկ, Մերկուրին էլ ցեկան մեջ եւ հետընթաց տալիս է բոլոր հին հանցագործությունների, կեղծիքների, դավաճանությունների, խաբեությունների, հատկապես ֆինանսների հետ կապված օրենքների, փաստաթղթերի կեղծիք, կեղծ ստորագրություններ, կեղծ կնիքներ, ցուկը նաև օրենքի հետ կապված ինչքան դատաիրավական համակարգ, ահագինելի մարդիկ դատախազություն, դատարաններ կփոխվեն իրանց ոչ ճիշտ պահվածքից ելնելով, եւ ես ձեզ ասեմ հիմա ով կգա նոր կադրեր են գալու, իրանք ավելի ակտիվ, ավելի գրագետ, ավելի ճիշտ են աշխատելու, էլ չփնովեք սուս կմնաք, որտեվ հիմա ինչ լինելու ավելի ճիշտ է գնալու, որտեվ Հայաստանի վիճակն է այդպես լինելու, ավելի ինքը ճիշտ ուղու վրա է գնալու, այդպես է, որտեվ մեր ժամանակը վերջացավ այդ վատ վիճակների, դա 24 թվականն է եղել, Պլուտոնից էր, հիմա ինչն է կարևոր այս երկու ամիսներին, ես հիմա Սատուրնի մասին կասեմ, որտեվ ինքը հիշվող մոլորակ, ինքը հիշում է ամեն ինչ 29 մոտ 30 տարի մարդ ինչ արել է հիշում է, բայց այս խավարումների ընթացքը 18 տարին է, ով 18 տարեկան եւ 18 տարի առաջ, սա արդեն անհատական գառացկոպից նայելով կարող ենք ասել դա հենց կոնկրետ 18 տարեկանին է վերաբերվում, թե 18 տարի առաջ մարդ ինչ է արել, եւ քանի որ բացահայտումներ է գնում, դեղ ասեցի ինչ սխալ բաներ մարդ արել է, անսպասելի բացահայտումներ, որ մարդու մտքով անգամ չի անցել, միթե այդպես կլինի, վարչապետի հասցեին կուզեք, նախագահ կուզեք, նախարար կուզեք, թե ձեր պապի տատի կուզեք, բոլորիս է վերաբերում, որտեղ տեզեր գիտակ բոլորս ենք, եւ այն մեր 18 տարեկան անմահացած մահացածներ, այդ բառը չասեմ զոհերը, որտեղ իրանք կան, ինձ համար իրանք կան միշտ, իրանք Հայաստանի համար են եւ իրական հերոսներ, իրանք են բոլորն էլ հրեշտակ դարձած են, իրենք կան ու իրանք լույսերով են ու լույսերի մեջ է միշտ լինելու են, այդ դա էլ կբացահայտվի իրոք ով է մեղավորը, որը սենց հիմար բաներ դուրս չտակ, ես ինքս էլ չգիտեմ, ես չգիտեմ ով է մեղավորի, ես գիտեմ, որ ամեն ինչը դա հնից եկած, տարիների 30 տարվա առաջվա, հլա ավելի շատ, այդ սահմանների հարցը, որտեղ Ղարաբաղի հարցը միշտ եմ կրկնել, կռվախնձոր ա եղել, գնդակ ա եղել, միշտ տենց տշել են այս կողմ, տշել են այն կողմ, չգիտես որն է ինքը, բայց ասել է, որ Ղարաբաղը Հայաստանն է, ինչքան էլ Պուտինը ընդեղից ինչ կասի, ով ինչ կուզենա կասի, Ալիևն էլ մաթափ կտա, թող իր ընտանիքի վրա մաթափ տա Ալիևը, Ղարաբաղը եղելամերը մեզն է լինելու եւ Ղարաբաղցին ինքը, իսկական Ղարաբաղցին ինքը կորոշի, թե ինքը ում հետ կմնա, ռուսի հետ, հայի հետ, հայաստանցու հետ, թե ադրբեջանցու հետ, բայց ավելի շատ է ինքնուրույն, որտեղ այդ հողի վրա պետք է իսկական մաքուր, անաղարտ, ինչպես իր հողն է, այդպեսի մարդիկ պետք է ապրեն։ Մակեդոնացին չկարողացավ Ղարաբաղ մտնել, որտեղ այնտեղ շատ հզոր ուժեր կան, այնտեղ գլուխ է պահված, գլուխ, Կողգոթայի գլուխն է դա։ Ինչն եմ հիմնական հիմա, այդա կբացահայտվի կտեսնեք, դրա համար էլ տեսեք, եթե հիմա մարդը նորից
նույն սխալները կրկնից ինչ է որ արել, այլ եմ կրկնում 18 տարեկանում կամ 18 տարի առաջ, 18 տարի կանցնի, հարվածը կստանա ինչպես մենք 20 թվականի ստացանք։ Թող մտածեք ինքներդ, տարբերին տարբեր հարվածները, իսկ այդ երեխաներս ամբողջ մեր Հայաստան աշխարհի համար էր հարված։ Ու սահմանների հարց, Հայաստանի հարց, մարդկության հարց, ամեն ինչ կտեսնեք դրա համար մարդը գլուխը կա, ականջները փակ, քիթը խոթած ամեն տեղ, աչքերը փակ, թալանում խժառում ամեն ստոր բան անում ու ինքը միշտ իր կարծիքով հաղթել է, որտեղ ինքը դիզել է։ Հիվանդացել են ծանր, իրանք այդ դիզասներից գնում են այս կողմ են կողմ դրսում երկրներ, տեսեք ժողովրդավարի եմ խոսում, տնավարի եմ խոսում, իր պր բժշկվել են, բայց իրանք չեն բժշկվել, ժամանակավոր դադար է տրվել իրանց հիվանդությունների, քաղցկեղն է դա, այլի նման հիվանդություններ, ես կասեմ, գրել են բոլորը, Սատուրնի հիվանդություններ ինչեր սպասում էին մարդկանց, ովքեր որ չմաքրվեցին, ոչ մի նոր գործարք չսկսեք, եթե կհասնեք մինչև ամսի 24-ը փետրվարի արեք, նրանից հետո ոչ։ Ֆինանսական շատ մեծ խաբեություններ ա գնալու, արդեն ծուկ ենք մտել, ծուկը ֆինանսա, նաև բանկերի հետ կապված։ Ոչ պարտ կվերցնեք, ոչ պարտ կտակ, չեք կարող տակից դուրս գաք, դուք լավություն չեք անի, եթե մեկին ինչ-որ կարակ պարտքով գումար տակ, չեք կարող հետ վերցնել։ Իրավիճակն է այդպես, փողերը ձեր պինդ պահեք, ու հա մեկ ես կուշեղեք գողություններ շատ կլինեն, գողություններ կլինեն, այս վերջերս էլ ինչ-որ այս սպանությունները օրը ցերեկով, փողոցում, որտեղ որ նաև երեխաներ կան ու մարդիկ կան, հարևանություն, մարդկություն ու օրը ցերեկով կրակում են, այս ինչ է նշանակում, բաց թողում, թե անպատժելություն, երկուսն էլ կա, այստեղ արդեն վարչապետը, քանի որ այս տարի մեկն է, իրավունքների պաշտպանությանն է, իր խիստ բռունցքը պետք է դնի սեղանին ու ոստիկանության պետք կլինի, դատախազության պետք կլինի, ես չգիտեմ ինչի պետք կլինի, այդ բոլորին կամ իրանք պետք է դիմում գրեն ազատվեն, կամ են ոստիկանի դուպինգ են ձեռքերին բոլորի վրա լինի, որպեսզի մարդիկ չկարողանան անշնորհք բաներ անել մեր քաղաքում ու մեր երկրում եւ մեքենան անել, որտեղ ուզենան, այնտեղ կանգնացնեն ու գիտեն, որ անպատժելություն է։ Ես վարչապետին ամենաշատը մեղադրում եմ, որ չկա անպատժելություն, ժողովրդավարություն հասկացանք, դեմոկրատիա, բայց չի կարելի անառակություն, այլասերվածություն, հղբանալ, ավելի բառը լավ ասեմ, նագլիացած են ժողովուրդը հիմա, ինչ ասես խոսում են, ինչ ուզում ես անում են, որտեղ գիտեն պատիժ չկա, լավ, ասենք վարչապետը թույլ է, կամ ինչ-որ մեկը, որ եկավ գիտի թե պետք է այդպես լինի, չի լինի, քանի որ այս տարի 26 թվական ու հիմա հենց փետրվարի 16-ից սկսած մարդկային գործոնը վերջանում է արդեն, դանդաղ գնում է, մի 2-3 տարի տևելու է դեռ, արդեն տեզերքն է ինքը պատիժները տալու, իսկ դա ավելի վտանգավոր է, մենք չենք կարող խոսենք տեզերքի հետ, միայն այն մարդը կպլստա է դրա տակից, ովքեր որ ճիշտ ուղու վրա են գնում ու իրանց ուղեղները ինչ չերտակը գլուխը վերևը մաքրել են, որովհետև ասեց ինչքան էլ իրանք այս կոմին չեր անեն 18 տարի հետո քթներից է գալու ամեն ինչ կարող է կորցնել ես չգիտեմ ինչ կլինի ու մտքով կանցներ որ այսքան զոհեր կլիներ զոհեր եղավ բայց Հայաստանը կա պատերազմ չկա մարդիկ էլի բարգավաճում են, էլի մեքենաներն առնում են, էլի հարսանիքներ անում են, էլի ամեն տեղ գնում են, ուրախանում են, բայց հենց այն ընտանիքները, ովքեր արել են ստորություն, խարդախություն, թալան, ամբողջ ընտանիքով կարող է այրվեն։ Այսպես է, որտեղ Սատուրնը խոյում է, իսկ խոյը կրակ է։ Հարգանք չկա, զիջել չկա, միան պոզեր կա, իրանց կա պատիժներ,
Խոյի հակառակ դիմացի նշանը կշռքն է, որը տալիս է հավասարակշռվածություն եւ ներքին ներդաշնակություն ու արդարություն եւ արդարամտություն, այսա պետք է մարդիկ պահեն։ Ով որ դա չպահեց, խոյի իր պոզերով, կոտոշներով հարվածելու է։ Կտեսնեք, որտեղ սկսվում է արդեն, ու ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնալու։ Ով ինչ ուզում է թող խոսի, ասենց լրագրող կլինի անգրագետ, 23-24 տարեկան, որ առանց հասկանալու գորգռալով խոսում է ենթադրում, այլ քաղաքական գործիչի քաղաքական հարցեր է տալ առանց հասկանալու։ Անտեղ երևի իր ղեկավարն ասում, այս ինչքան կարած փնով, ինչքան կարած կեղտոտ բաներ խոսի, ժողովրդին խառնի իրար։ Հիմա քանի որ երբ է դա լինելու, ապրիլի վերջից, արդեն լրատվականին է հարվածները սկսվելու։ Ով իր տեղը չի, ով իրան ճիշտ չի պայել, որտեվ երկվորակումը երկվորակն էլ ինտելեկտն է, Նեպտունը, Ուրանը կլինի երկվորյակ ապրիլի վերջերից։ Ապրիլի 28-ից Ուրանը կմտնի երկվորյակ ու տենց երկար գնալու ձեր լեզվին, խոսակցականին ուշադիր եղեք, մտածեք ինչ եք խոսում, խոսելուց առաջ մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք, ծանրութեթև արեք, արժե այդ բանը ասել թե ոչ։ Հետո նորագույն տեխնոլոգիաները կսկսվեն, բայց հիմա ու դա երկար տևող է, որտեղ այս խավարումներն էլ ազդում, սարքավորումների վրա կազդի, կփչանան ձեր տեխնիկան, կոմպյուտերները, հեռախոսն է, որտեղ կա հոսանք, այ կփչանան դրանք։ Լարվածություն ես, ամեն ինչ է գալիս է մարդկային լարվածությունից։ Ինձ համար շատ կարևոր, իրոք ինձ համար հետաքրքիր, ես ինքս էլ չգիտեմ, փետրվարի 19-ից մինչև մարտի 20 եղած վիճակն է, որտեղ ինչ կատարվում է դրա մեջ է լինելու։ Եվ բացահայտումները կգնա մինչև ապրիլի 10։ Այն գաղտնի գործողությունների բացահայտումը, օրենքի հետ կապված, ֆինանսների, հետո այդ ընթացքում կարող է այն մարդիկ, ովքեր սրիկայություն են արել ու գիտեն, որ հիմա կբացվի, իրանք վախի մեջ են, իրանց մոտ հորմոնների խախտում կլինի, որը սեռականների վրա կազդի երեխա ունենալու, կին թե տղամարդ, եւ մաշկը, ալերգիկ թունավորվածություններ չի բացառվում լինի։ Հիմա ես ուզում եմ Սատուրնի մասին ասեմ, որովհետեւ շատերը չգիտեն այս բանը։ Հին հունական միֆային պատմություններում Կրոնոս է Սատուրնի անունը։ Էտեն նա որ կուլա տալի երեխեքին, դեռ նոր ծնվում է միանգամից կուլա տալիս։ Նոր ծնված երեխաներին հենց շապիկով։ Ռուբենսը տենց մի նկար ունի սարսափելի։ Ես այնքան ու շատ ինամ եմ մանրակրկիտ, ինչ լավ է նկարած, մեծ կտավ ունի, բայց նաև վախենալու է։ Մի սարսափելի տենց կտավ կա, թե ինչպես է Սատուրնը սուր ատամներով խժռում, հենց շապիկով իր նորածին զավակի։ Հիմա այդ է, դրա համար եմ ասում։ Հիմա որ Սատուրնը արդեն խոյում է, հենց այդ է պատճառը, որ չնայած մենք համարում ենք միֆ, բայց միֆ չի, որտեղ հենց Սատուրնը մտավ այդտեղ, իսկ կռիվները սկսվեց։ Իրար կրակոցներ, ժողովրդի վատացում, բոլոր իրանց դրել են ղոչղի տեղ ու մահեր է տալիս։ Պատերազմ չկա, բայց քաղաքի մեջ կրակոց։ Սատուրնն է իր գործն անում։ Ես չգիտեմ այդ մարդիկ ով է մեղավոր, ով մեղավոր չի, ինչի է տենց արել, անցյալ եկած պատմությունը, բայց դա քաղաքական չի։ Այս բաները քաղաքական չեն։ Սատուրնը խոյ մտավ, նայեք, ուշադիր լսեք, սառը մոլորակ է Սատուրնը համարում։ Եթե անցյալում նսեմացել են, խաբել են, խարդախություն են արել, մանիպուլյացիաներ են եղել է, այդ ամենն եղել է։ Չարագործ են եղել, սուտ են խոսել, չարախոսել են, խոյը լռել է, որտեղ խոյը ինքը զոհ է համարվում, զոհ, ինքը լուռ է, ինքը վստահ է իր ուժերին, որտեղ հետևից հոտ է տանում, առաջնորդն է, բայց հիմա էլ դա չի լինելու, այդ անձնազոհության վիճակը վերջած ավանում է մարդի, եսը պետք է պահի և իրավունքը պահի, լինի զույգերի միջև որտեղ ուզում է լինի,
Ինչ շատ են այս վերջերս գրում, հենց կանայք, արդեն քանի տարվա երեխաները հասունացել են, միջև թորներել ունեն, ամուսինը հարբեցող, մանեկող, խաղացող, դավաճան ու ձերքա բարձրացնում կնոջ վրա։ Ինձ կինը հարց է տալիս, վերջապես ես երբ եմ հանգիստ ապրելու, չի ապրենք այտենց հանգիստ։ Քանի բաց չի թողել այդ տղամարդուն, թող բաց թող դե։ Որտեվ կանանց դարաշրջանում են գտնում, յուրաքանչյուր կին շատ լավ կարա իր գլուխը պահի։ Բայց ես սա չեմ քարոզանում, որ բաժանվեք ձեր ամուսիններից, որտեվ ես միշտ տղամարդկանց պաշտպանել եմ, բոլորն էլ դա գիտեն։ Ուրեմն թող տղամարդն իրեն ճիշտ պահի, որտեվ իր առողջական վիճակն է վատանալու։ Ու այդ տեսակ հարբեցող, մանեկող, այդ նարկոմանները ոչ մի կին էլ չի ընդունի, ոչ մի սիրու էլ չի ընդունի։ Խոյել լռել է այսքան ժամանակ, 30 տարի, զուտ դաստիարակությունից ելնելով, կուլտուրայից, այդ մի մտածեք խոյ կենթանակերպի մասին է, սա Սատուրնի մասին եմ խոսում, որ խոյում է, ինք իրա դերն է կատարում, թե չեք ասում, վայ, այդ ոնց ես խոյերին տենց բաներ ասում, ճիշտ մտածեք ինչ եմ խոսում, համբերատար է եղել, բայց թաքուն արտասվել է խոյը, որովհետև տեսեք խոյի հիմնական կարևոր գիծը մարտի 21-ին էլ խոյ կլինենք, արդեն ընդհանրապես է իմ ասած արտահայտվելու։ Խոյը կյանքում չի ընտրում մարդ մանգա հետը շփվի։ Ներողություն, փնտրում, չի փնտրում, նա ընտրում է։ Նա կարող է 3-ից 10-ից 20-ի միջև ինքը ընտրի ում հետ ինքը ընկերություն կանի։ Ժամանակին ինքը տենց մի ժպտացել է, ասել է, հա ոչինչ մեղք է այդ մարդը, բայց հիմա տենց չի լինելու։ Ով խոյին չի հարգում, այսինքն դիմացինի մարդուն չի հարգում, ինքը պետք է դրանից հեռանա։ Այդ շրջանն է, որը 2-3 տարի տևել է, ով դիմացինին չի հարգում, չի գնահատում, ով ուզում է լինի, ծնող երեխա, իմիջալոց երեխա ասեն, որ հիմա հուլիս ամսից ծնող երեխա հարաբերություններն է սկսելու, մամաներն իրանց, պապաներն էլ ծնողներն իրանց երեխեքին չեն հասկանալու, մի քիչ արդեն տարիքն առել է 13 տարեկանից հետո երեխեքը կուզենան գնան առանձին ապրեն, հաշվի չեն նստելու, այսպես բաներ էլ է լինելու։ Դպրոցներում էլ մանկավարժների, ծնողների, երեխաների միջև տարաձայնություններ են լինելու, որտեղ իրանք սկսել են ավելի արագ մտածել, ավելի առաջ գնալ։ Աշխարհն է այտենց ինչպեսի մտածեն, ինչպես էլ իրենց պահեն, բայց թող մեր մշակույթը չկորցնեն, որտեղ մենք մի թաս ենք մնացել։ Ազգն էլ իր մշակույթով պետք է ուժեղ լինի։ Բարբառներով խոսեք, իրար հետ տնավարի խոսեք, իրար հետ ջերմ խոսեք, նոր տարուն էլ իրար տուն գնացեք։ Եվ ծնունդներն արեք, ձեր տանն արեք։ Հավաքված է ժողովրդի։ Հա գնացեք ռեստորաններում լավ է, հիմա բայց մարդը փող չունի, ռեստորաններում տեղ ու դադար չկա։ Մեր Հայաստանը վատ վիճակում չի, ու մի ասեք, ես ինչ է կատարվում Հայաստանում, ես ոչ մի բան էլ վատ չի Հայաստանում, ոչ մի բան, որ մի քիչ լավ ձեր աչքերը բացանեք, կտեսնեք, որ Հայաստանում ինչքան լավ բաներ կա։ Մի լսեք Facebook-ը, որ վատ ինֆորմացիաներ չլսեք, որտեղ այդ բոլորը մանիպուլյացիա է։ Ես ստեղ էլ ասեցի, որ այո, եղել է մանիպուլյացիաներ, դեռ էլի սպասվում է։ Համբերատարություն։ Հիմա Սատուրն էլ չի թողնի, որ զոհի կարգավիճակով ապրեն մարդիկ, ով որ սխալ եղավ հարվածը ստանալու, դա էլ գլուխն է։ Ու ես ու իրավունքը պաշտպանի եւ ցույց տա, որ կրկին չլինի ինչը որ եղել է 30 տարի առաջ։ Հիմա հիվանդություններն եմ ուզում ասեմ։ Ինչպիսի հիվանդություններ է տալու Սատուրնը ու հիմա, այս փետրվարի 16-ից այս կողմ։ Ատամների, լսողության հետ կապված հարփուղ, սրանք հետևանքներ թողնող են, մրսածություն, ուղեղի հետ կապված խնդիրներ, հայրան շրջանառությունն է, բայց ագրեսիան է նաև։ Կարող է ուռուցքներ լինի ուղեղում, կարող է մի փոքրիկ այդ մսագնդերը, որ կա, ճարպագնդերը կա, ձեռքը տաս ինչ-որ մի բան անես, արդեն ինքը խնդիրներ առաջացնի։ Իսկ եթե դու մաքրվես, ինքը իրան կանցնի կգնա կամ տենց քքն իրան չել անանք ստացնի։
մազանոթների հետ, այրան շրջանառություն, անոթներ, մազանոթներ, Սատուրնը փոփոխություններ չի սիրում եւ սխալ պահվածք նույնպես չի սիրում։ Ամեն մի սխալ պահվածք մարդու գլխին է հարված գալու, կարպինչը կընկնի։ Վերևից են քարը կընկնի իր գլխին։ Ամեն սխալ գործողություն եւ տարիք չի հարցնում։ Պատասխանատու մոլորակը համարվում, դիսցիպլինայա պետ, կարգու կանոնա պետ հիմիկվանից, հեղինակությունը 20 թվականը 20 թվականի այդ Սատուրնը ցիկից որ դուրս եկավ մտավ խույ, դա առաջին անգամ, դա նաև եղել է 1999 թվականին, որ եղավ հոկտեմբերի 27-ի դեպքը։ Տեսեք, հոկտեմբերի 27-ը ինչքան այնտեղ մարդիկ անմեղ սոհեր տարան ու չպատժվեցին ոչ մեկ, այդ բան նստելը պատիժ չի։ Այդ հարցն էլ կբացվի, չնայած հիմա գիտեն, այն ժամանակ էլ գիտեն ու մեղավորությունն է։ Շատ այնտեղ խելոք ղեկավարներ այդ ժամանակ դուրս եկան։ Խելոք ղեկավարներ ինքնական դուրս եկան այդ ժամանակ, բայց Ռոբերտ Քոչարյանը դուրս չեկավ, որտեղ ինքը երկրի ղեկավարն էր։ Ինքն էլ կույսը նշանակում է ֆիլտրացիա։ Ու հիմա պետք է ամեն ինչը մաքրվի։ Եթե հիմա Ռոբերտ Քոչարյանը որպես կույս համաստեղություն, ես ղեկավարների մասին ասենց անվանական ու ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի հասին եւ անուն ընդհանրապես չեմ տվել, որտեղ ճիշտ չի լինի իմ կողմից։ Ես ինչի եմ սա ասում, քանի որ ֆիլտրացիա է կույսը, ու հիմա էլ մենք ցկանի մեջ ենք եւ դեռ լուսնային հանգույց ունենք ցկան մեջ, որ հուլիսի վերջին անար դուրս գալու, դա մեր Կարմիչեսկի ծրագիրն է, նորից էլի 18 տարիների պատմությունը, 30 տարիների պետությունը, ամեն ինչ ինքը պետքա բերի մաքրի, դնի ամեն ինչ իր տեղ, ինչ ասում է դարակների, վսյոնա պոլկախ, ամեն ինչ պետքա դնի կարգավորվի, իր մոտ կկարգավորվի, եթե չէ առողջականի խնդիրներ դուրս կգա։ Սա ես ասում եմ զուտ իր համար։ Ուզում եմ բոլորդ լինեք համբերատար, պայծառ լինեք, ուզում եմ որ գիրք կարդաք շատ, որտեղ գիրքն է մարդուն ջերմացնում, գիրք ամենից կարևորն է։ Հա, մի կարևոր մի բան էլ հետո չմոռանամ, Սատուրնի ծառը պիպալն է, պիպալ, որը արտակ երկրներում է աճում, Հնդկաստանում, Թայլանդում, հիմա շատ են գնում Հնդկաստան, Չինաստան, կարան ընդեղից բերեն, բայց այստեղ էլ կան, որ վաճառում են այդ կանաչ դրախտը, ինչա կոչվում, ես չգիտեմ, այդպես խանութներ կա, այդտեղ կա փոքրել, որ կարան բերեն տանը ծաղկամանով վաճեցնեն, դա սուրբ ծառ է կոչվում, դա կապն է տեզերքի, հողի ու մարդու հետ։ Շատ ուժեղ ծառ է ինքը, շատ, աղոթքներ կարան անեն, բժշկում գրկեն ծառը, խոնարհվեր ծառին, ոտաբոբիկ քայլել, այս Սատուրնը պահանջում է, որպեսզի այդ վատ հիվանդությունները չստանան մարդիկ, որպեսզի այդ վատ բաները, վատ էներգիան, քանի որ կոսմոսից հարվածները շատ է գալիս, ինչքան կարող եք ոտաբոբիկ մանեկեք հողին ու խոտին։ Հատկապես շաբաթ օրերը, խոսեք Տիրոջ հետ, եկեղեցի գնացեք ու ալկոհոլից հեռու։ Ինչքան կարող եք ալկոհոլից հեռու, որտեղ ալկոհոլն էլ չի բացառվում, որտեղ թույն է այդ սպիրտը։ Ինքը իսկական խաղողից քաշած չի։ Ինքը սպիրտ է։ Այդ դրանից եք թունավորվեք, էլի մարտ ամիսն է դա։ Իսկ գույները, տարվա գույները, Սատուրնով եմ ասում, սև, մոխրագույն, մուգ մոխրագույն նաև եւ մանուշակագույն, ավելից լավը մանուշակագույնն է։ Իսկ սևը դրանք արդեն ինչ-որ միջոցառումների բաների, որ կգնան այդ ժամանակ կարելի է սև հագնել, ինչ-որ մի բան հետը կարմիր կամ սպիտակ դնել, որ ամբողջովին սև չլինի։ Առանց այդ էլ մեր ժողովուրդը տարիներ առաջ անդադ սևի մեջ էր։ Վերևից ես հիշում եմ, ճապոնացիք էին, կարծեմ, թե չինացիք են, դա շատ շուտ էր։ Եկել են Հայաստանի մասին կարծիք էին հայտնում, ինչպիսին է Հայաստանի աղջիկները, ընդհանրապես Հայաստան, բոլորը սևի մեջ են։
Վերևից որ նայում ես Հայաստանը մոխրագույն է։ Իսկ իրենց գույները տեսեք ինչքան վառ է Չինաստանը։ Ամեն գույնի, ամեն ծիածանի բոլոր գույները կան, ծաղիկներն էլ նայում ես, հագուստը, տները, կտուրը, ամեն ինչը։ Դրա համար այդ երկիրը ծաղկում է ու հզոր է Չինաստանը, ավելի կհզորանա։ Պետք չի որ իրանց նմանվենք, ուղղակի մենք նայենք այն երկրներին, որտեղ որ աճում են ու լավ են, մենք էլ այդպես լինենք, որտեղ մենք էլ ունենք, մեր մուքը շատ է, մեր սևը շատ է։ Իսկ այդ խավարի մեջ մարդը չի կարողանում լույս գտնի։ Գլուխներդ բարձր պահեք, որ երկինքը տեսնեք, որտեղ գարնան շունչը զգացվում է արդեն։ Ու քնած բնությունը արթնանում է, բողբոջները պայթելու են, եթե լուր լինեք այդ ճտոցը կլսեք, այդ բողբոջների մտածեք, որ բացվում է ձեր հոգին ու լույս է գալի ձեր մեջ, որտեղ Տերը մեզ շատ է սիրում, դրա համար պահում է մեզ։ Մենք մեզ պետք է պահենք, որ չենք պահում ու շնորհակալ լինենք Աստծուց։ Այսքանը։ Տեսնենք ժամանակ մնաց, որ գոնե մեկ հեռախոսի զանգի պատասխանը։ Բարև ձեզ Տիկին Լուսա։ Բարև ձեզ։ Ասեք, լսում եմ Շատ ձեզ։ շնորհակալ եմ ձեր հաղորդման համար։ Մենք էլ ենք Մի շնորհակալ։ հարց ունեմ ձեզ դիմելու աղջկաս համար։ Կուզենայի իմանալ, էլի Մարդիկ եթա թե գոնե կաունսլանը, Մարդիկ եթա թե չէ։ կլինի։ Կիկոսի նման։ Ասա աղջկա տվյալները խնդրեմ։ Ինչի չի ամուսնանում։ Հələ արի մի հատ խոսենք իրար հետ այդ հարցով։ Ինչն է պատճառը։ Դες հարմար տեխնացու, ինչ որ հարմար տեխնացու, ասենք չի եղել, էլի որ կարողանա շփի հետա կամ Այդ որն է հարմարը։ Տղաներն էլ ասում են աղջիկ չկա։ Հիմա իրա ծնունդից հետո ընդհանրապես բոլորի մոտ իրա ծնունդից հետո ու աստրոլոգիան տարիքը հաշվում է ծնունդից ծնունդ, ոչ թե տարեթվով հաշվեք։ Այ 25 տարեկանում ինքը բացա թողը։ Հա, ճիշտ եք։ Ուղղակի չստացվեց այդպես։ Հիմա հերիքնար չի ասեցիր, հա։ Այո։ Հերիքնար ջան, մի քիչ կարող է հաճելի չլինի իմ ասածը, բայց ասեմ էլի ինչ կլինի։ Բա պետք է պատճառը գտնենք։ Ասեք իհարկե։ Հա, ուղղակի չի ավելի իրականն եմ ասում ու թող բոլորը հասկանան, որ այս չլինելը չստացվել ամուսնությունը մի վերագրեք թուղթ ու գրի։ Ամեն անախորժություն, որտեղ մարդիկ սովոր են այտենց մտածել, այդ ամենահեշտ պատասխանն է։ Եթե ես մի բանը չից ասում, ուրեմն վրես մի բան արել են։ Ոչ մի բան էլ չեն արել այս աղջկան։ Ինքը այդպեսին է։ Ինքն է այդպեսին, որտեղ ինքը կոպիտ է։ Ինքը շատ կոպիտ է, իր Վեներայից է։ Ու ծայրահեղությունների մեջ է։ Ծուկ է ինքը համաստեղության, բայց համայր այն բարձր մոլորակները այդեղ ջուրում են։ Սա արդեն չորություն է տալիս, ինքը հողի նշան է։ Չոր, ամեն ինչի մեջ, ինքը ոնց է երեխա դաստիարակելու։ Դասատուին նման։ Այն ռուսը, որ սովետի վաղտ ընդհատ մեկ այն ժամանակ ռուսերեններ չէ, անընդհատ նիլզա, այս նիլզան է իրա մոտ։ Հա, տենց կողտրություն ունի, հա։ Դու տենց մարդ չես, դու որ ամիսի ծնունդ ես։ Հա, լա, թե, նորմալ, լասող, խոսող մարդ ես, ես ում աղջիկըտ քաշել ես ենց։ Չասես հորը։ Հելել է տենց չի, կարող է կեսուրի տա քաշել։ Կեսուրիս, չէ դժվար։ Բամ է քաշել, է։ Մեկին պիտի քաշած լինի, նախ առաջինը աղջիկըտ սիրում է ազատություն։ Ինքը չի, դաժը միջև անգամ աշխատանքը, որ չի կարա փակ տեղ աշխատի, որ 4 պատ է, պետք է շփում լինի մարդկանց հետ։ Ճիշտ աստեղ գրասենյակային բաներ է տալիս, ինչ է աշխատում։ Պետական աշխատող է։ Հա, գրասենյակային աշխատանքներ է տալիս իրան, հա լավ է, բայց պետք է մարդկային շփում լինի։ Լուրջ աղջիկ է, ծանրակշիռ աղջիկ է,
Սոցիալապես ապահովություն իր մոտ կլինի, կա, ինքը չի նեղվի տենց բաներից, իրան միան աշխատանք, այսենց պարզ մի անգամից ասեմ, գործնական հարցերով քո աղջիկը խնդիրներ չի ունենա։ Իրա մոտ խնդիրը իրա անձնականն է, դա գալիս է իրա բնավորությունից։ Տղեկ իրան տեսնում են, վախենում են։ Շատ ճիշտ եք։ Հիմա ես ինչ անեմ, բոբոյա, թող մի սենց մի քիչ քո նման լինի, էլի, թեթև, միջև անգամ հագուստն է իրա մոտը տենց մեծական, ծանր, ոնց ասեմ, այդ կոկիկությունը շատ է։ Հա լավ է, որ կոկիկ է լինում, բայց ոնց է կոչվում, ստրոգին, խիստ է, հա։ Հա։ Այդից մարդ է քո աղջիկը։ Ու կասկածամիտ, ինքը ոչ մեկին չի հավատում։ Հա, այդ տենց բաներ ունի, հա, ճիշտ է։ Բա հիմա այդ տղեկը ոնց ուզեն իրան։ Ես ինչ անեմ։ Ոչ մի բան չպետք է անեք, ուղղակի Ինչ ասես, որ քո աղջիկն է թա մարդի, ունենա որդի, այ Մերիկնաշ ջան, հլա ասա տեսնեմ, հա։ Էնպես չի, որ իրան ասեմ ինքը սարսափելի ես իմ ինչ աղջիկա, որ կարան իրան չուզեն, ուզողներ եղել է, բայց հիմա կանգնած է, հիմա չկա, էլ վաղուց չկա, ընդեղ 29-ից մոտ 31-32 տարեկան պետք չէր, ոչինչ, այդ անցավ, բայց հիմա արդեն 35-ից 42, գոնե այս քանի մեջ, ախր գիտես ինչն է հարցը, Ինչ չի, որ փագա իրա մոտ այդ ամուսնության դարպասները կոչվում, տենց չէ, բա որ ամուսնացա վաղն էլ բաժանվեց, ճակատագիր է, իրա բնավորությունն է։ Եթե ինքը իր այս չոր վիճակը, այս դասատուական, մանկավարժական վիճակը չունենա, իրան տրված է երկու տարբեր սեռի ու հրաշալի երեխաներ ունենալ, որտեղ երեխա ունենալու խնդիր էլ ինքը չունի։ Ու անտունել չի մնա, որովհետև լավ Յուպիտեր ունի, բարի տրված է, որ դու այս աղջիկը սոցիալապես ապահովված կլինի։ Հիմա մի բան եմ ուզում հարցնեմ, ուղղակի ճշտել, ուստեղ մի քիչ կասկած ունեմ։ Գիտելիքի առումով ինքը ինչ է ավարտել, էլի է ուզում սովորի։ Ինքը իրավաբանական է ավարտել։ Էլի է ուզում սովորի։ Չէ, աշխատում է արդեն, ուղղակի ինչ-որ դասընթացների է գնում։ Հա, այդ ինչի հա, այստեղ ուսում է տալիս նոր կրթություն, դրա համար եմ հարցնում, ու հիմա է, այսա գարնան վերջին կսկսվի, եթե հարցը դա ինքը գնամ շարունակեմ ինչ-որ մի բանի ռանգը բարձրացնելու համար, կասեմ այո, որտև իրան դա լավ է։ Ինքը ուղղակի ինչ-որ դասընթացների է գնում, այդ պետական համակարգում, տենց ուղարկում են հաշվապահական, անգլերեն, այդպես։ Չէ, իրան հաշվապահություն չկա։ Հա, իրան սովորել կա, կրթություն կա, առաջ գնալ կա։ Իրան առաջ գնալ կա իմիջիալոց։ Հա, ինքը սիրում է սովորել, լավ է սովորել, լավ է ավարտել։ Հա, հիմա իրա մոտ կոմպյուտերային սիստեմա գնում, ծրագրերը, ու գիտելիք, ու լավ կլիներ, ես իմիջիալոց խորհուրդ էլ կտա, որ եթե գործուղում հիմնարկ ուղարկումը, թող ինքը գնա։ Հա, միջև անգամ սովորելու առումով էլ, բայց այդ մի քիչ կասկածում եմ, դրսի հետ ինքը կապ ունենա, բայց տեղ Ռուսաստանա ցույց տալը, ես էլ Ռուսաստան չեմ ուզում, հիմա ես էլ չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Չէ, ինքը Ռուսաստան չի գնա հաստատ։ Ետ եմ ասում, ստեղ ցույց տալիս է, բայց խորհուրդ չեմ տա։ Հա, պարզ է։ Այդ իրա տեղը չի։ Չէ, առանց դրա ինքը չի գնում։ Իրա գաղափարներից ելնելով, իրա տեսակետից ելնելով, ինքը այնտեղ չի ընդունի։ Ինքը ավելի շատ հայկական է, իրեն արմատը քոքը լավ հայկական է։ Հա, պարզ է։ Ու ծայրը հեղա։ Հիմա 36, սպասի մի րոպե տեսնեմ։ Մի րոպե մի հատ տեսնեմ, երբ իրա մոտ կբացվի։ Պետք է մի քիչ բնավորությունն էլ փոխի։ Հիմա ինչքան մեծացավ, ավելի բծախնդիր կլինի։
Այդ բոլորս էլ գիտեմ, այստեղ մեծահասակ է ցույց տալիս։ Մեծահասակ։ Հա, Իրանից մեծ կլինի։ Իրանից մեծ։ Էդ էլ Իրան հետաքրքիր չի լինի։ Հա, ճիշտ եք։ Դից կա էլի մեծ կա երևում, բայց այդ Իրան հետաքրքիր չի։ Քո աղջիկը ամուսնության հարցում կանգնելու է ընտրության առաջ։ Այստեղ ցույց տալիս է կա տարիքով Իրանից մեծ, կա նաև իրենից փոքր, բայց ոչ հասակակից։ Այսպես կա։ Հիմա հարց։ Որին ուզի, նրան ուզի, թե նրան։ Ես էլ պայծառատես չեմ, որ ասեմ, բայց իր բնավորությունից ելնելով, եթե իմանա այդ տղեն կոնկրետ կա ու իր տվյալները նայի, կարող է ասեի ում ուզի, բայց իր բնավորությունից ելնելով ավելի խորհուրդ կտա Իրանից փոքրին։ Իրանից փոքր։ Հա, Իրանից փոքրին խորհուրդ կտա, որտեվ իր այդ դասատուությունը այդ տղայի վրան կազդ է, էլի դրական կազդ է, բաներ կսովորացնի, լավ կլինի, ձերքից կբռնի։ Ձերքից կբռնի, կասի գնաց թե գնան դեղ, էսա ճիշտ։ Այդպես լավ կլինի։ Շատ ճիշտ եք ներկայացրել։ Նենց որ Հերիք Նաշյան պատրաստվի, որ աղջիկդ պետք է թա մարտի ունենա որդի։ Որդի։ Դա պատրաստվեք դուք դրան։ Խնդրեմ։ Այդ հիմնարկից գործողում ուղարկում են։ Գործողում։ Եթե Իրան հալավորտանց չեն ուղարկել, լինում է գործողումներ, բայց եթե ուղարկում են, թող մի ձևի գտնի, խոսի, համոզի, որ ինքը գնա։ Իրան պետքա ճամփորդությունը, որ մի հատ դուրս գա, այնտեղ կարծրատիպեր կա, պետք է կոտրվի։ Հələ մի քիչ այնտեղ ճանք կա, պետք է պայթի, կոտրվի, ինքը դուրս գա, որտեղ ճանապարհ իրան անակնկալ է տալիս լավ, դրական։ Հա։ Հա։ Ինքը սիրում է ճամփորդել, միշտ գնում է Դե լավ է։ ճամփորդության։ Թող գնա։ Սարեր ձորեր էլ է սիրում ինքը։ Հա, ինքը սիրում է, տենց միշտ գնում է, տենց ամիս չկա, որ չգնա։ Ճամփորդություն շատ է սիրում։ Թող գնա։ Այս Հա։ մի րոպե մի բան է ուզում ես նայեմ, մի րոպե։ Ժամկետն եմ ուզում նայեմ իր աշխատանքային։ Չի դեր կաշխատի։ Մի 7 տարի կա գոնե։ Որ աշխատում է։ Այդտեղ, հենց այդտեղ։ Այդտեղ։ Հա։ Մի 5 տարի կա, որ աշխատում է։ Լավ, հələ 2 տարի ունի դեռ։ Դեռ 2 տարի կա կաշխատի։ 7 տարի է իրան տալիս, 7 տարի այդ համակարգում իրեն աշխատանքը կա։ Հիմա միջև այդ ու դրա համար ասում եմ, թող բաների այդ գործողումների գնա։ Չի բացառվում պաշտոնի բարձրացում, եթե ինքը ուզում է իհարկե։ Եթե այդտեղին իրան լավ է, բայց նույն տեղը դոփում է անդադ, պետք է փոխի։ Հա։ Չէ, ինքը փոխել է աշխատանքը, փոփոխություններ եղել է աշխատանքային։ Այս 5 տարվա մեջ Հա։ Չէ, 5 տարի նոր որտեղ աշխատում։ Չէ։ Հետո հետագայում չգիտեմ, գուցե փոփոխություն լինի։ Իրան տրված է որտեղ որ հիմա աշխատում է, 7 տարի այդտեղ պետքա աշխատի։ Եվ այդ ընթացքում պաշտոնի բարձրացում լինի իր մոտ։ Իրան այդ ցույց տալիս է, որ կա։ Եթե ինքը ուզում է իր դիրքը պաշտոնը բարձրանա, ինքը պետքա ցկտի այդ ուղղությամբ։ Եթե չէ, տենց կլրվի, հետո կարող է դուրս գա տեղից։ Բայց մի բան էլ էստեղ ձգտում է։ Բարձրի դուրը լավ է, եթե ցկտում է թող գնա։ Ու միջև հունիսի վերջ, միջև հուլիսի 1 ասեմ, քանի Յուպիտերը գտնվում է խեցկետինում, իրան հնարավորություններ է տված եւ ճանապարհի եւ անձնական գտնելու։ Տեսնենք ինչ կլինի, որտեղ որոշակիություն է գալի իր կարգավիճակի փոխման շրջանն է։ Սոցիումը, կարգավիճակը, մտածելակերպը, ամեն ինչ իրան տրված է փոխել մինչև հուլիսի 1։ Հիմա բայց ընդեղ էլ 0 աստիճան է։
Սա էլ ինչ է նշանակում, որ կհանդիպի իրան անձնավորություն, բայց ինքը կարող է նորից իր պոզերը ցույց տա։ Այստեղ էլ իրանից է կախված, ոչ թե տղայից է կախված։ Հա։ Էլ դրանից հետո էլ բան չեմ կարող ասեմ, ես չգիտեմ ինքը ինչ կանի ու չգիտեմ էլ այդ տղեն ով է։ Տվյալների նկատի ունեմ, բայց կա իր մոտ հնարավոր։ Հա։ Մենք էլ չգիտենք ով է։ Հա, դե սպասենք, լավ։ Սպասենք։ Սպասենք իհարկե։ Առաջ Աստված ինչպես ժողովուրդն ասում, խնդրեմ։ Ասա աղջիկ ջան, ասի խոսի խնդամ մի քիչ, ուրա։ Իր ընկերական շրջապատում նորմալ է, լավ էլ ուրախանում է։ Հա։ Ուղղակի տղաների հետ է, որտեվ հավատ չկա, հավատ, իր մեջ հավատ չկա, ինքը չի վստահում։ Հա, հա։ Տղաներին չի վստահում, հետո իր մոտ կայացած բաներ կա, իրան էլ պետք է անես տղա լինի, որ ամուր կետնին կանգնած լինի ու մեծին ծնողին գնահատող մարդ է իրան պետք։ Թե չէ տես տղաներ ամեն տղա այդ բայց դրա համար էլ իրան հիմա եթե իրանից ավելի կայացած տղա լինի, ինքը դա չի կարող։ Որտեվ այս աղջիկը սովորա կարգադրելու։ Դրա համար իրա փոքրը լավ կլինի, որ իրանից փոքրը լինի սովորացնի։ Տենց։ Իսո։ Տեսնենք ինչ կլինի ապագայում։ Այո։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Խնդրեմ, ուրախ եղեք։ Շատ շնորհակալ եմ։ Այդ ինձ միշտ ուրախ եղի, լավատես եղի, լավ մտքեր դիր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շատ շնորհակալ եմ։ Իհարկե։ Խնդրեմ, Աստված ձեզ հետ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ստեսություն։ Այսօրվա տեղեկատվությունը վերջացրեցի։ Այսպես արագ ուզեցա մի շնչով տեղեկացնել ինչպեսին է այս մի 2-3 ամիս է լինելու։ Մի բան է, որ կխնդրե հանգիստ խաղաղ ապրեք իրար մի լարեք իրար, որտեղ ճիշտ չի տա։ Ես մի քանի հարցեր եմ գրել։ Ուզում եմ այդ հարցերը ձեզ տալ, ու դուք մտածեք ձեր տանը սրա շուրջ, ինչի որ ես հիմա կասեմ։ Հետո որ կարող եք այս հեռախոսային զանգերի օրը որ լինում է, մենք ընտրում ենք ճիշտ ասած ինչպիսի հարցեր ու կարող այդ հարցերի զանգերի ժամանակ պատասխանել մինչև անգամ ինքներդ էլ որևէ հարց տակ, որը դա բոլորին հետաքրքրի։ Մի հարց տվեք կամ ստանամ թե չէ, այդ մի հարց տվեք, որը Հայաստանին է հետաքրքրում։ Մի հարցեք այս Հայաստանի վիճակը երբ լավ կլինի, որտեղ լավ է Հայաստանի վիճակը։ Մի հարց տվեք, սրան ընտրեմ, թե նրան ընտրեմ, սա դավաճան, նա դավաճան։ Լուրջ հարցեր տվեք մտածված, որը բոլորին է հետաքրքիր։ Ես հիմա հարց եմ ուզում ձեզ տալ, ու շատ կխնդրեմ, որ լուրջ մտածեք ու պատասխանեք։ Ինչու երբ մարդ հիվանդանում է, ես մեր հայերի մասին եմ խոսում ու Հայաստանի մասին եմ խոսում։ Ինչու երբ մարդ հիվանդանում է, գնում է մեկ ուրիշ երկիր բժշկվելու։ Այն մարդիկ, ովքեր որ դրամ չունեն, փող չունեն, հնարավորություն չունեն, իրանք չեն գնում։ Բայց որ ունենան կգնան։ Լինում է նաև պարտք են անում, տունն են գրավ դնում, մեքենան են վաճառում, ոսկեղենն են գրավ դնում։ Այդ փող ունենան, որ գնան բժշկվեն, հետո էդ էլ է կորում, չեն կարողանում այդ բանկերի տոկոսների ու վաշխառուների պատճառով։ Ես էլ եմ հարց տալիս։ Ինչի համար գնում են ուրիշ երկրներ բժշկվելու համար։ Մեր բժիշկները լավը չեն, բա երկրներից էլ գալիս են մեր բժշկականն են ավարտում հատկապես հնդիկները, ու լավ էլ բժիշկ են լինում։ Ուրիշ բաներ չխոսակ ընդեղ թանկ ընդեղ ժանա դրա մասին չի խոսքը։ Ինձ բժշկի, բժշկության, հիվանդության, գիտելիքի մասին է իմ հարցը։ Այդքան սարքավորումներ հիվանդանոցները ստացան դրսից բերում են, նկարում են, ցույց են տալիս, ծափ են տալիս, էլի գնում են ուրիշ երկրներ բժշկվելու ու նույն սարքերով։ Ինչի համար է այդպես, հա? Ինչ այդ բժիշկը ինչով է առավել դրսի բժիշկը մեր բժշկից, դեղորայքը, ինչի համար մեր դեղորայքները այդպես մնում է, ասում ենք դրսից ուզեք դեղորայքներ, մեզ մոտ լավը չի, բայց պարտադի չի Հայաստանում արտադրած դեղորայք լինի,
դրսից վերած տեղորակներ կան, ժամկետն է անցած, թե սխալ բաներ են բերում, թե կավիճներ են բերում, էլ եմ այդ հարց ուզում տալ, որտեղ առողջություն ամենից կարևորն է մարդու համար այս աշխարհում։ Ես էլ էլի հայերիս համար եմ ասում։ Այս հարցին գտեք պատասխան։ Ապահոված մարդիկ գնում են դրսում իսպր բժշկվում են, բայց ասում են մենք հրաշալի սրտաբաներ ունենք, մենք ատամնաբուժեններ ունենք հրաշալի, Ամերիկայից գալիս են, այստեղ են ատամները սարքում, որովհետև այնտեղ թանկ է այդ առումով, բայց այս Ամերիկայի հետ կապերը շատ ունեմ ու այնքան մարդ ասում է, ես դժգոհ եմ այստեղի բժշկությունից, Ամերիկայի գալիս են այստեղ։ Ինչի համար մի փողոցի վրա մի քանի դեղատուն են բացում։ Մի փողոցի վրա, մի մայթի վրա մի 3-4 դեղատուն կա։ Նայում ես կանաչ խաչ։ Այն դիմացի մայթին նայում ես մի քիչ եկում, էլի կանաչ խաչ։ Ինչի համար։ Այս ինչ է նշանակում։ Այս ֆարմացևտ, այս դեղատները լավ բիզնես է համարվում Հայաստանում, հա։ Թե ազգն է հիվանդ, որ այսքան շատ դեղատներ են բացում։ Եվ ես գիտեմ էլ ու շատերն էլ գիտեն ու դա թաքցնելու բանել չի, չէ՞ որ ասի բացահայտման շրջանում են գտնվում։ Այդ ովքեր այդ մագնատները, այսպես ասած, այդ հավաքում են բժիշկներին ու դասեր են տալիս, որ ինչտեղ գրեն, որ մի դեղորայքից գնան վերցնեն, որ իրանք մեջը տոկոսներ ունենան։ Սա խաբեություն է։ Բոլորս է գիտենք, որ դա խաբեություն է։ Եվ ինչի այդքան դեղերը մենք խմում ենք, օգտագործում ենք ու ոչ մեկի վրա չի ազդում։ Չի բժշկվում, դեղը մարդ չի բժշկում։ Մեր ամբողջ լեռն աշխարհը, հայոց աշխարհը, այս ինչքան խոտաբույսեր մենք ունենք, դեղաբույսեր է։ Ամեն մի միլիմետրի վրա դեղաբույս է։ Ու սենց փունջ է ու տարբեր այդ փնջում մի դեղ չեն խում, մի խոտը որ խում ես դա թույն է։ Պետք է իմանաս մասնակետ լինես, որ այդ խոտերը հավաքես ու խմեն։ Դա ավելի այդ իրական դեղեր կոճակներն էլ են խոտերից, բայց տենց չի։ Որտեղ կա քիմիա, այնտեղ չկա բժշկություն։ Ինչքան տեղատուն է բացում, հիվանդները շատանում են։ Այս էլ է հարց։ Ու իմ հարցի պատասխանը, ինչու են այսքան շատ դեղատներ, ու ես ինքս էլ պատասխանել եմ։ Ինչքան Երևանում, Հայաստանում դեղատներ է բացվում, այնքան հիվանդները շատանում են։ Նայում ես այս դեղատան այս դեղը չկա, գնում ես իմիս ապտեկայում չկա, հետո կոմպյուտերով նայում են այստեղ լավ, հիմա կպատվիրեն կգա։ Այդքան շուտ որտեղից է գալիս չգիտեմ։ Շատ կարևոր է մարդուն ոգեշնչել ժողովրդին ոգեշնչել։ Էս էլ եմ գրել։ Էլի հարցու պատասխանը, այո, շատ կարևոր է մարդուն ոգեշնչել։ Շատ կարևոր է ժողովրդին ոգեշնչել։ Դա քաղաքականություն է։ Դա փիլիսոփայություն է։ Ազգին պետք է ոգեշնչես լավով, որպեսզի մարդը ոտքի կանգնի, ազգը ոտքի կանգնի, ոչ թե շատ վատ է մեր վիճակը, էս ինչ է կատարվում մեր Հայաստանում, վայ, էս ինչ է լինում, էս ինչ ապրել է, բայց ինչ ապրել է։ Տպել են անդադ այդ պրեմիաներից։ Մի հատ մի բան լինում է, ամբողջ ժողովուրդը ինճանջերման հարցակվում են այդ ինֆորմացիան։ Մի ամիս կար այդ խոսակցությունը գնա։ Հետո վերջանում է, հետո ուրիշ էլի մի բան դուրս է գալ, էլի մի ամիս կարան դրա շուրջ խոսել։ Ուրիշ բան ու գործ չկա։ Ով քաղաքական գործիչ չի, թող զբաղվի իր տնական գործերով։ Գիրք կարդացեք, գիտելիք ձեռք բերեք, կյանքը ձեզ համար շատ հեշտ կլինի։ Այդքան տեղատներ չեք գնա։ Դուք ձեզ մի փնովեք, դուք ձեզ մի քննադատեք։ Դուք մի նայեք հալուն ասեք, այստեղը սիրուն չի, այստեղը լավը չի, ինչ եմ ես հենց ինչ եմ մնետ։ Էներգիա բառը, խոսքը շատ ուժ ունի, ինքը ֆիքսվում անմիջապես գնում է վերև, գալիս է ներքև, գնում է վերև, գալիս է ներքև, խփում է քո այստեղ են։ Ու այդ ամեն ինչը քո երակների միջով գնում ու այդ կատարվում է։ Չաղանում ես էլ, նիհարում ես էլ, քիթդ էլ չգիտեմ ինչ ձև ալնում,
տեսողությունը տելավատանում, լսողությունը տելավատանում։ Ես հիմա ոչինչ չեմ հիշում, ես չեմ թաքցնում, ես շատ բան եմ մոռանում։ Իմ այդ դեպքերից ելնելով այդ հարվածից ոչինչ չեմ հիշում եւ շատերը մոռանում են հիմա ինչի համար ատեց, որտեվ մեր ուղեղը այն ձեռնահարկը այնքան փոշիալացվել, այնքան սարդոստաներ կա, այնքան ոչ պիտանի ինֆորմացիաներ կա, որ մեզ շշմացնում է, քաոս է ստեղծել, որից էլ անքնություն է առաջացել։ Այդ ինտերնետը չի թողնում, որ դու քնես, ասում եմ, մի հատ էլ կարդամ, թողնեմ, մի հատ էլ կարդամ, բայց ինչ ես դու կարդում, որ ոչինչ դու դրանից չես սովորում։ Սա բիզնես է, ամեն ինչը բիզնես է այնտեղ։ Ու ոչ ճիշտ բաներ։ Ռուսերենը նայում ես թարգմանում, ասի ինչ որ ոնց բուժեն լյարդը, օրինակ։ Մեկ է մեր մոտի ես հայերից գրում են, թարգմանում են, դարձում են իրանց էջ, գիտես, ինչ սենսացիա, ինչ տաղանդավոր տղա է կամ աղջիկա, որ սենց բաներ է ասում։ Իրանից մի գողացեք։ Բացառեք հին հեկիմական բժշկությունները մեր հայկական, այնքան հրաշալի այնտեղ միջոցներ կա բժշկելու, այնքան տատիկական բժշկներից ավելի լավը չկար։ Այդ հեկիմական բժշկները ու ավելի ճիշտ է եւ բուժիչ է, դրա համար մարդիկ երկարակյաց են ապրել։ Բնությունից շատ ենք մենք հեռացել, Աստծուց հեռացել ենք։ Մեր հայոց աշխարհ, մեր բնությունը ամենաուժեղ բժիշկն է, պրոֆեսորն է, դոկտորն է։ Ինքը մեզ ամեն ինչ տալիս է։ Գնանք, վերցնենք, սնվենք, քսենք, լողանանք, անենք, մենք ավելի կառողջանանք։ Եթե դու բնությունը, հողը, թուփը, ծաղիկը սիրեցի, դու կտեսնես, որ հոգեկանը հանգստանալու է, խաղաղվելու է։ Որտեվ սիրուն է մեր աշխարհը, մենք մենակ նկարներով ենք սիրում։ Մեկ էլ տեսար մասի սար ենք նկարով գցում, իսկ չգիտեն էլ ինչա, ոչ մի բան չգիտեն։ Ոչինչ չգիտեն, մտեք բնություն, նկարեք, երգեք, մեր հայկական տաղերը երգեք, մեր հայկական ազգայինը պահեք ամեն ինչը կտեսնեք, որ մեր երկիրը ինչքան լավն է, որտեղ բաց է, մեր երկրի ձեռքերը բաց, մենք բոլորին ընդունում ենք, բայց մեզ չենք ընդունում, մենք գնում ենք դուրս, որը մերը չէ, որը որ օտարը, հիմա թող բոլորը հետ գան, մեր երկիրը շենացնեն, որտև ասել եմ ու եմ ասում, շատ պետություններ մեզ հետ հաշվի են նստելու, ու կտեսնեք, որ կնստեն, դա մեզանից է գալիս, ու ինչ ոչ մեկից, հենց ամեն անհատ իրենից, իրա տունը, կտուրըտ սարքի, շեմըտ մաքուր պահի, համով ճաշերեփի, որ ամբողջ հոտը ընգնեց շքամուտքով, տոլմայի թոտը, որ ասում են մեր Երևանը կոլորիտային քաղաքը, որտեղ բոլորի շքամուտքից տոլմայի հոտ է գալի, այդ տոլմայի հոտը պետք է գա, հիմա հարևանն էլ չի ճանաչում, այս առաջվանը որ լինի, տեսեք ինչքան լավն է մեր երկիրը, խաղաղություն բոլորին և համբերություն։